Այս սիրուն ժիլետկան պետք է նորոգեմ Calvin Klein ֆիրմայի շատ լավ մատերիալ է, շատ տաք եւ շատ կոմֆորտ, տեսեք կողքերը այդտեղ ցկվող կտոր է դրված, չգիտես ինչու այս կողքերից այդպես փոքրացրել էին, հիմա էլ հակառակը պիտի մեծացնենք, ուրեմն ինքը համադրված է այսպես դերմանտիներով, որը որ վզի հատվածը, ինչպես տեսնում եք, բավականին մաշվել է։ Այդ մաշված տեղերը, ճիշտն ասած, ես որոշեցի ոչ թե դերմանտինով անեմ, գրպանների վրա էլ է դրված նույնից։ Տեսեք։ Գրպաններինը եւ արջևի շղթայի կողքերինը չի մաշվել, շատ լավ վիճակում է։ Վզի հատվածը որոշեցի այսպիսի մատերիալով անեմ։ Իմ ունեցածների մեջից գտա ձգվող ինքը այդպես մատերիալը, այնպիսին ինչպիսին որ իր կողքերն է դրված։ Եվ կողքերի այդ քանդած հատվածներն էլ իհարկե կդնեմ այ այս նույնից։ Եվ այսպես, երբ որ վզի հատվածը նորոգեմ, ես այլ նորոգեմ, ես մտածում եմ կարելի է նույնիսկ թևքերի հատվածում էլ այս մատերիալից դնել։ Մի խոսքով, ինչ որ կանեմ կցուցադրեմ անպայման, հետևեք այս իմ ալիքին, շուտով կսկսվի ուսուցողական շատ հաճելի վիդեոներ։ Ես վստահ եմ, որ շատերի դուր կգա, կհետևեք, կսկսեք սովորել։ Թեկուզ մարդը ինքն իր համար էլ անի, կարը այն աշխատանքն է, որ միշտ պահանջվում է, թեկուզ ինքդ քո հագուստի վրա ինչ-որ ձևափոխումներ անես, նորոգումներ անես, անկեղծ ասած, իմ սկիզբը եղել է հենց իմ անձնական հագուստի վրա, շատ փոքր տարիքից ես սկսել եմ իմ հագուստների վրա ձևափոխել, դե նորոգելու հարց չէր լինում այն ժամանակ, հիմնականում